Իրանական Մինաբ քաղաքի դպրոցի մահացած 100-ից ավելի աշակերտուհիներից մեկի լուսանկարն է սա։ Հայաստանում Իրանի դեսպանը լուսանկարը վերև պարզելով պատասխանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Մենք կօգնենք Իրանի ժողովրդին» հայտարարությանը։ Ահա սա է պարոն Թրամփի օգնությունը, որ նա ուղարկել է Իրանի ժողովրդին։ Իսրայելական հրթիռակոծության թիրախում շաբաթօրն էր հայտնվել Մինաբի աղջիկների դպրոցը, որի հետևանքով 175 մարդ էր զոհվել։ Պատերազմը դադարեցնելու դեպքում միայն հնարավոր է նորից բանակցությունների սեղանի շուրջ նստել, ասում է Շիր Ղոլամին։ Բայց Միացյալ Նահանգների նախագահն ուզում է հեշտությամբ նվաճել ամեն ինչ ու հասնել ուզածին, նկատում է Հայաստանում Իրանի դեսպանը։ Խալիլ Շիր Ղոլամին վստահեցնում է, Միացյալ Նահանգները հիմա պարտվում է։ Քանի դեռ կշարունակվի այս ագրեսիան, մենք կշարունակենք ինքնապաշտպանություն։ Դեսպանի խոսքով Թրամփի խորհրդականները նրան զգուշացրել են, որ ոչ հեշտ, ծախսատար պատերազմ է լինելու սա։ Միացյալ Նահանգների և սիոնիստական ռեժիմի հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Իրանը ներկայացրել էր իր ճշգրիտ և իրականանալու մեծ շանսեր ունեցող առաջարկները Միացյալ Նահանգներին։ Այս ամենը տեղի ունեցավ մի պայմաններում, երբ Իրանը դրսևորում էր առավելագույն բարիկամք այս բանակցությունների արդյունքում հաջողություն ունենալու համար։ Մեզ համար շատ զարմանալի է, թե այն ռեժիմը, որը չի կարող հավատարիմ մնալ բանակցությունների սկզբունքներին, ինչպես է որոշել մտնել բանակցությունների փուլ։ Ըստ դեսպանի, իրենց թշնամիները հաշվարկել էին, թե գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի մահից հետո կարող է պառակտվել երկիրը, բայց հակառակը Իրանի ժողովուրդն ավելի է համախմբվել։ Մեր գերագույն հոգևոր առաջնորդի մահն էլ ավելի համախմբեց ու ամրապնդեց մեզ մեր ազգային նպատակների ճանապարհին։ Մեր ժողովրդի շրջանում էլ կային մարդիկ, որ հավատում էին Թրամփի խոստումներին, սակայն մենք տեսանք, որ դրանց հետևանքը եղան մարդկային կորուստներն ու ավերածությունները։ Դեսպան Շիր Ղոլամիի խոսքով, եթե ռազմական գործողություններն Իրանի դեմ շարունակվեն, ապա տարածաշրջանի բոլոր երկրների համար ոչ բարենպաստ պայմաններ կստեղծվեն։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը շարունակում է կարմիր գիծ մնալ Իրանի համար, հայտարարում է Շիր Ղոլամին։ Նեղսրտած է դեսպանը, որ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ որոշ հայ վերլուծաբաններ արևմտյան գաղափարախոսությամբ են առաջնորդվում։ Չեմ կարող չարտահայտել իմ ափսոսանքը մի խումբ վերլուծաբանների կողմից ներկայացված ոչ տրամաբանական և ոչ հիմնավոր խոսքերի վերաբերյալ, որոնք շարունակում են արևմտյան տեսլականը Հայաստանում։ Մենք և դուք բարեկամներ ենք, ուստի մեզ համար ուղղակի ափսոսանք է առաջացնում այն, որ մի խումբ վերլուծաբաններ ուղղակի կրկնում են սիոնիստական տեսակետները։ Շիր Ղոլամին կարծում է, միջազգային հանրությունը պետք է դատապարտի Իրանի դեմ ագրեսիան, ինչպես Չինաստանն ու Ռուսաստանն են վճռականորեն արել դա։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր։